Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական և կանխատեսող թողարկումը պարզապես փոթորկելու է ձեր երևակայությունը, քանի որ մենք հասել ենք սերիալի ամենասպասված, ամենաճակատագրական և պայթյունավտանգ կետին։ Գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թաքցված էին 7 փականի տակ և արյուն էին խլում, վերջապես ջրի երես են դուրս գալիս, իսկ դրանց բացահայտումն անդառնալիորեն կործանելու է մեր հերոսների կյանքը։ Պատրաստվեք, որովհետև այսօրվա զարգացումները գլխի վայր են շրջելու ամեն ինչ։ Ամեն ինչ սկսվում է հիվանդանոցային չափազանց լարված տեսարանից։ Մաշը, տեսնելով Գրիշոյին կլինիկայում, առիթավորվում է և սկսում իրեն իսկական թագուհու պես պահել, միամտաբար կարծելով, թե Գրիշոն վերջապես ընդունել է իրեն, սակայն Գրիշոն անմիջապես իջեցնում է նրան երկնքից ներքև։ Նա չափազանց կոպիտ, սառը և արհամարհական տոնով է խոսում Մաշի հետ, ստորացնելով նրան և ցույց տալով նրա իրական տեղը։ Մաշը, ով երբեք չի հանձնվում առանց կռվի, անցնում է բացահայտ շանտաժի։ Նա սպառնում է Գրիշոյին, ասելով, որ եթե վերջինս չփոխի իր տոնն ու զգույշ չխոսի, ապա դա կունենա անդառնալի հետևանքներ, և Գրիշոն միգուցե այլևս երբեք չտեսնի իր երեխային։ Գրիշոն, չտրվելով այս էժանագին մանիպուլյացիային, խստորեն զգուշացնում է նրան հավաքել իրեն ու ավելորդություններ թույլ չտալ։ Բայց Մաշի թույնն արդեն արել է իր սև գործը։ Հիվանդանոցից դուրս գալուն պես Գրիշոն զանգահարում է Մանանին, հույս ունենալով խոսեի նրա հետ, բայց բախվում է ատելության իսկական պատի։ Բանն այն է, որ Մանանն արդեն հասցրել էր սոցիալական ցանցերում տեսնել Մաշի կողմից նենգաբար հրապարակված այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Գրիշոն ոգևորված ու հուզված լսում երեխայի սրտի բաբախը։ Մանանը, խեղդվելով արցունքներից ու ցավից, Գրիշոյի երեսին շպրտում է, որ ատում է նրան և երբեք ոչ մի պարագայում չի ներելու այս հրեշավոր ստորացումները։ Գրիշոն հայտնվում է կատարյալ շոկի և զայրույթի մեջ, հասկանալով, որ Մաշն իրեն գաղտնի նկարահանել և օգտագործել է իր իսկ դեմ։ Զուգահեռաբար մենք ականատես ենք լինում Օլգայի և Ավոյի հրաժեշտի աբսուրդային տեսարանին։ Օլգան հանդիպում է Ավոյին, վերջնականապես տեղեկացնելու, որ իր և Վովայի մեկնելը Ռուսաստան անխուսափելի է։ Ավոն, ով իրականում ցնծում է այս լուրից, քանի որ հասել է իր ուզածին, մի կերպ զսպում է ուրախության արցունքները։ Նա հիանալի դերասանական խաղ է ցուցադրում, ձևացնելով, թե ահավոր տխուր է և կոտրված։ Նա դերասանական ողբերգականությամբ ասում է Օլգային, որ իրեն այլևս ոչինչ չի մնում, քան պարզապես բարի ճանապարհ մաղթել նրան։ Հիմար և միամիտ Օլգան, լսելով այս խոսքերը, զարմանքից ապշում է։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է այն տղամարդը, ով երդվում էր, թե խենթի պես սիրում է իրեն և պատրաստ է սարեր շրջել հանուն իրեն սիրո, հիմա այսքան հեշտությամբ, առանց պայքարի, բաց թողնել իրեն։ Իսկ մինչ Օլգան ապրում է իր հիասթափությունները, Լեան ու Լեոն առանձնացել են քաղաքի աղմուկից և թշնամանքից։ Նրանք գտնվում են բնության գրկում, ջերմ զրուցում են, անցկացնում են աննկարագրելի ռոմանտիկ ու սիրառատ երեկո և պարզապես անսահման երջանիկ են միմյանցով։ Սակայն նրանց այս երջանկությունը մեծագույն փոթորիկ է առաջացնում մակունցների տանը։ Հունանը, տեսնելով, որ արդեն ուշ գիշեր է, իսկ Լեան դեռ չի վերադարձել, մատնվում է իսկական խուճապի։ Նա հրահանգում է Իննային անհապաղ զանգահարել դստերը, բայց Լեան բնականաբար չի պատասխանում։ Այս լռությունը Հունանի ներսում արթնացնում է ամենավայրի գազանին։ Նա գազազած, կորցնելով բանականությունը, շտապում է ուղիղ Սարգսյանների տուն։ Իննան փորձում է կանգնեցնել նրան, բայց ապարդյուն։ Հունանը հասնում է թշնամու որջը։ Դուռը բացում է Մանանը, և Հունանը կատաղած հարձակվում է նրանց վրա, պահանջելով անմիջապես ասել Լեոյի գտնվելու վայրը։
Դավիթը կոշտ պատասխանում է, որ իրենք բացարձակապես տեղեկություն չունեն Լեոյի մասին։ Հունանը իհարկե չի հավատում այս խոսքերին, բայց ստիպված է լինում հեռանալ։ Եվ ահա գալիս է սերիալի ամենաճակատագրական, ամենաշոկային պահը։ Հունանը գազազած դուրս է գալիս դարպասներից, որտեղ նրան արդեն սպասում է Գրիշոն։ Գրիշոն մոր խնդրանքով գաղտնի հետևել էր հորը, վախենալով, որ Հունանը կորցնելով հսկողությունը կարող է մարդասպանություն գործել։ Դարպասներից դուրս փողոցում Հունանը զայրույթից պայթելով խոսում է որդու հետ։ Նա գոռում է, որ ինքը գերմարդկային ճիքերով է իրեն զսպում, որպեսզի հենց հիմա ներս չմտնի ու Սարգսյանների երեսին չշպրտի այն դաժան ճշմարտությունը, որ իրականում ինքն է սպանել նրանց հորը, Ռաֆին։ Բայց Հունանը չգիտեր, որ ճակատագիրն արդեն դրել է իր թակարդը։ Այս ողջ սարսափելի խոստովանությունը դարպասի մյուս կողմում շունչը պահած լսում է Մանանը։ Աղջիկը տեղում քարանում է։ Նա ոչ միայն հենց նոր իմացավ, որ իր սիրելի հորը սպանել է Հունանը, այլև բացահայտեց ամենադաժան դավաճանությունը։ Գրիշոն այս ողջ ընթացքում շատ լավ իմացել է այդ մահացու գաղտնիքի մասին և թաքցնելով դա ամուսնացել է իր հետ։ Մանանի աշխարհը փուլ է գալիս։ Հունանն ու Գրիշոն հեռանում են, իսկ Մանանը մնում է մենակ այս ծանր խեղդող ինֆորմացիայի հետ։ Այժմ Մանանի առաջ ծառացած է մեկ գերնպատակ։ Նա պետք է անի ամեն ինչ, անգամ անհնարինը, որպեսզի անմիջապես գտնի ու հետ բերի Լեոյին։ Մանանը գիտակցում է, որ հանկարծ Լեոյի և մարդասպանի դստեր Լեայի միջև չպետք է տեղի ունենա անդառնալին, ինչը եղավ իր և Գրիշոյի միջև։ Նա հասկանում է, որ այսքանից հետո իրենց ընտանիքների միջև խաղաղությունն ուղղակի անհնար է և սկսում է իսկական արյունալի պատերազմ։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչ քայլերի կդիմի Մանանը Լեոյին փրկելու համար, և արդյոք Գրիշոն երբևէ կկարողանա արդարանալ Մանանի առաջ այս սարսափելի լռության համար։ Կիսվեք ձեր վարկածներով մեկնաբանություններում և մի մոռացեք բաժանորդագրվել մեր TV ալիքին հաջորդ շոկային զարգացումներին առաջինը տեղեկանալու համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։